Մենք գնում ենք ավտոբուսի կայարան։ Ձեները հենց սկսեցի նկարել, կանաչ փոխեց։ Ուրեմն լայվ խակ։ Հեռախոսից էկրանի պլյոնկան հանել եմ ու դիմացի կամերայի որակը մի 10 անգամ ավելի լավացել է։ Ես չասեցի մենք ուր ենք գնում, բայց ինձ թվում է արդեն վիդեոյի անունից պարզ է, որ մենք գնում ենք Ջիրոնա այսօր, ման գալու, խանութներ մտնելու, նենց որ հույս ունեմ հետաքրքիր կանցնի ու ես իմ ուզած Զարայի կոշիկները կառնեմ, կփորձեմ, որ լավ լինի կառնեմ։ Ում հետ եմ գնում, իհարկե իմ ամուսնու եմ, բայց իրանց չեմ տա։ Այսօրվա իմ աութֆիթը այս վերնաշապիկն է տեղին, որ ինձ թվում է այս արևոտ օրվա հետ ահա որ համապատասխան է։ Ու սենց նավսյակի կոժից կուրտ կա, որը առաջ հագսել, բայց հիմա այնքան շոք է, որ ընդհանրապես պետք չէ։ Իսկական տուրիստի տեսք ունեմ, բայց տուրիստ չեմ, գնում ենք տողքի քաղաքողակի։ Всё, արդեն ընդ կտեսնվենք։ Հաճախականությունը մենցա որ չի երևում կամերայի մեջ, բայց 12:30 կհասնի։ Պատկերացրեք կարում եք ինչ-որ մի բան կարդալ ստեղ։ Մենք հասել ենք ու ժամը 1-ն է ստեղ արդեն, ինչը նշանակում է, որ խանութների կեսը փակ են, երևի ժամն է ստեղ սկսում, ու երևի մենք էլ կգնանք լանչի ժամն է ու դրանից հետո նոր բոլոր խանութները նորից կբացվեն ու կկարանանք ինչ-որ հետաքրքիր բաներ անենք։ Նենց լավ տաք եղանակ է ու ընդհանրապես այս ծանր կոժից կուրտկեն կարայի չվերցնեի։ Ստեղ էլ նայեք։ Hello bro։ Սկն hello չէ, hola señor։ Պայլմաներ, լիքը պայլմաներ։ Այսօր ես մոռացել էի, որ շաբաթ օր է, ինչը նշանակում է, որ այստեղ այս Ջիրոնայի մարկետն է աշխատում, բացվում, այս փողոցի վրա այսպես մարդիկ տարբեր բաներ են վաճառում ու հեչել էժան չի, այլ իսպանական մերկաներով ուղղակի այսպես լավ որակի ապրանքներ են։ Ես ինչ պուշիստի շունա։ Իհարկե ամենահայտնի ֆոնը Ջիրոնայում այս եկեղեցին ու այս կարմիր կամուրջը։ Կստати ես կարմիր կամուրջը Էյֆելի կամուրջը։ Էյֆելն է արխիտեկտորը։ Բա։ Մի հատ տեսեք ինչ են գտել։ Այս ինչա բաբիորա թե ահա որ մեծ կռիսը։ Չգիտեմ, սենց կենթանիների երբեք սենց պրոստը տակ քաղաքի մեջ չեմ տեսել ու դրա համար հիմա չգիտեմ, ահա որ ուրախացել եմ։ Դες չգիտեմ ինչ կենթանի է։ Որ շատ մեծ կռիս լինի։ Մի հատ է փորձենք սենց նկարենք քիչ լավ մոտիկից, որ հետո Google-ում կարողանանք search տանք նկարով հասկանանք այս ինչա։ Պատկերացրեք այս կենթանին իրան ոնց է հիմա զգում, որ ոնց որ ինչ-որ զապարկում լինի կլետկայի մեջ ու մարդիկ այսպես կողքերից կանգնած իրան են նայում բոլոր։ Ինչքան մարդ կա։ Տատիկները ինչ-որ մի պահի հենց իրանց մազերը սկսում են սպիտակել, ընտրում են ինչ-որ մի հատ տարօրինակ գույն ու մազերը ներկում։ Օրինակ այս տատիկը մանուշակագույն։ Եկանք այս մոստի վրա։ Այս մոմենտի ամենասիրուն կադրն է։ Այ այս ֆոնի վրա ես մի 15 տարի ամեն տարի եկել եմ ու նկարվել եմ։ Ստեղ նկարները կդնեմ, եթե գտնեմ, բայց իմ Instagram-ում բոլորը կան հաստատ։ Ինչ cute outfit-ներ են այս մանիկենների վրա։ Ընդհանրապես այս խանութը ինձ մենակ cute շոուերի խանութ է։
ասենք ամեն մի բանը արժի 200-300 եվրո։ Նասկիների խանութ ենք եկել, որ մենակ նասկիներ են ծախում, լավ գլխարկներ, տարբեր տիպի պրինտերով։ Ու լավ տրուսիկներ։ Օրինակ, այս Venom-ով նասկին արժի 14 եվրո։ Նայում ենք, թե ուր կարանք գնանք ուտելու ու ինչ-որ սենց ասիական տեղ ենք ուզում, ռամեն։ Թե գնանք պայեյա ուտելու, իսպանական։ Այս փողոցը ինչ սիրուն է, մի անգամ ստեղ կոֆե եմ խմես Կասամոներում ու հիշում եմ, որ գնացի սառը ամերիկանո պատվիրեցի, ասացին, որ սառը չկա ու ուղղակի էսպրեսո տվեցին ու մի բաժակ սառուցով։ Որոշեցինք ու եկանք ճապոնական ռեստորան ռամեն ուտելու։ Օ, Demon Slayer։ Մենյուն սենց է, սենց կլասնի ռամեններ կան, բայց իմ աչքը ընկավ այս կոմբոների վրա, լանչ կոմբոներ են տարբեր։ Սա գնամ արդեն ներսում ընտրենք։ Բայց հետաքրքիր մենյու կա։ Ու ացնկանը Google-ում 4.9 է, 4.8 ոնց որ։ Այսենց մենյուն մեզ արդեն բերեցին, այստեղ գները կստացի շատ հարմար ու էժան են, իմ կարծիքով, օրինակ մի ռամենի ամանա արժի այս բաուներ են կներեք, ուր են, ոչմ 10 եվրո, ասում է շատ հարմար ու մատչելի գները։ Ես все же որոշեցի ռամեն վերցնեմ ու կվերցնեմ այս ռամեն spicy ebi fry, կրևետկաներով ռամենա ու կծույա, մի պերջիկ կծու, բայց տեղ միշտ ինչքան որ Իսպանիայում կերել եմ ասել են կծու չի եղել, որ մի պերջիկ կա ու 3 պերջիկ կա, իսկ հիմա մի հատիկ սպիբարովը ուղղակի սենց լավ համով ռամեն կլինի, այսպես եմ վերցնում։ Իմ կրիվետկաներով ռամենն է ու առանձին են բերել կրիվետկաները, որտեղ միշտ ռամենի մեջ են բերում ու այդ հալած է լինում, մի տեսակ հալած վիճակում է հասնում ինձ։ Սազում է, ինձ մազերը սենց հավաքած։ Ֆինի։ Ես որոշեցի, որ այսօրվա շարունակությունը ես կանցկացնեմ այս hairstyle-ով։ Ու այսի սենց այնքանավոր արագի մեջ, սենց ռամենը բերեցին, որ ուտենք, արագի մեջ սենց հավաքեցի, ասի ինչ էլ որ լինի, որ հեշտ հանգիստ ուտեմ մազերես չխանգարեն, բայց ինչ սիրուն է ստացվել։ Կստացի մազերեսը հելո ոնց է երկարել, գնահատեք։ Էմիլյան 2-3 տարի առաջ ասում էր, որ ես երբեք երկար մազեր չեմ ունենալու, յախ, ես միշտ սենց կարճ մազեր եմ ունենալու, Էմիլյան հիմա։ Մեզ սենց չուպաչուպս տվեցին։ Ամեն ինչ շատ համով էր ու այս նոբի ռամյոնին դնում ենք 5 աստղ Google Maps-ի գնահատականի բանով հաշվիչով։ Հիմա քայլում ենք դեպի մի հատ Gardens, հենց պարկի պես տեղ է, բայց այնտեղ շատ սիրուն ծառեր կան, հետաքրքիր։ Չուպաչուպս ուտելուց սիրում եմ, որ քսում եմ շրթունքներիս ու հետո այդ քաղցերը լպստում։ Մոստի տակով ենք անցնում։ Այսին սիրուն ֆոն է։ Ոստը մոստ։ Հիմա մարտ ամիսն է ու ծառերը մի քիչ տկլոր են։ Ոնց որ այդքան էլ տենց կանաչ չեն, բայց այն ասերում կան այն մշտադալար, հա, evergreen ծառեր։ Ցիտիկների ձայները
պայմանները։ Կլաս։ Այստեղ կարելի էր գալ վազելու։ Էս ի՞նչ է։ Էս ո՞վ է։ Էս իսկական է թե չէ։ Oh my god։ Իսկական չի։ Երբից ոնց որ ինչ-որ պավլին լիներ։ Okay։ Վանդակ են սարքե չուչելների համար։ Եյ, սուպեր դուպեր։ Նստեցինք մի հատ սկամեյկայի ու շողքը շատ տարօրինակ է ու որոշում ենք թե ուր ենք գնալու հաջորդիվ ուզում ենք թե դուրս գանք եկեղեցու մոտ կաթեդրալի մոտ Ջիրոնայի այստեղ ով չգիտի Ջիրոնայում նկարվել է Game of Thrones-ը ու շուտամ վաղուց եկել եմ գնացել եմ այդ Game of Thrones-ի տուրին այստեղ այդ Iron Throne-ի վրա նկար ունեմ Ստեղ արենք կդնեմ այդ իշն սիրև մի 5 տարի առաջվա նկարներ են դրա համար այդքան էլ հետաքրքիր չի նորից այդ ամեն ինչը անել ինձ համենայն դեպս դրա համար ուղղակի դուրս կգանք ման գալու այլ այդ կաթեդրալի փողոցներով բայց եւի հիմա նախնական մի հատ սուպերմարկետ search տանք որ ջուր առնենք որովհետեւ ծառավենք այսքանը Там крутой hairstyle շատ շուն ունենայի, այս պալկեն շպրտե ասեի գնաբեր։ Ջիրոնայի ես հրապարակը շատ եմ սիրում, մինի հրապարակն ես հրապարակ էլ ասել երևի չի կարելի ուստեի աստիճանները վերցրել ենք ջուր ու լիպթոն։ Իհարկե մարդկանց տեղի էտիկետը, որ դրսում ուղղակի քիթը խնչում են կներեք արտահայտությանս համար։ Արդեն ամեն ինչ զատիկի դեմ ձևավորել են դրակոնից ու սա կանֆետներ են լաբուբու կանֆետներ Արև այնքան ուշ եղա, որ բան չի երևում նորմալ Եկանք կաթեդրալի մոտ ու նստեցինք աստիճաններին մտածենք ինչ ենք անում հաջորդիվ որ վերջում արդեն նոր գնանք խանութներով այդ Zara, Bershka, Stradivarius, Pull&Bear հոտենց խանութներ որ դաժե թե ինչ-որ բան առնելու լինեմ ձեռս քարշ չտամ ժամը 4-ն արդեն ժամը 1-ից տեղ ենք ու երևի տենց 7:30 էլ հետ կգնանք տուն 7:30-ի ավտոբուսով Այս երեխեն սենց արծվի խաղալիքով վազում է աղունիկների հետևից Այսենց կոշիկներ էի ուզում barefoot որ լավ լայն լինի այս դիմացի հատվածում ու հարմար քայլելու համար այս տիպի ու այս նույն կոլաբորացիան Zara-ն է ունի Zara-ից արդեն դուրս եկա ու չկար իմ ուզած կոշիկները այդ կոլաբորացիան ըստեղ չէին բերել ասեց մենակ օնլայն կարաք պատվիրեք Հենց որ կգնամ տուն ու օնլայն կպատվիրեմ, բայց բան չնկարեցի, որովհետև այնքան մարդ կար, այնքան շատ մարդ կար, չգիտեմ, դա չեմ նայել, ինքս չեմ պատտվել նայել, էլ ուղղակի մոտիկացա հարցրեցի ու արագ դուրս եկա, հենց ասցին չէ։ Միշտ տեսել եմ, որ ասում են այս Carmex շուրթերի այս lip balm-երը շատ լավն են, ընտիր են եւ այլն, բայց երբեք չեմ օգտագործել։ Ու հիմա մտածում եմ մի հատը վերցնեմ, փորձեմ, սենց կա cherry համով բոտով
կա strawberry, ելակով ու վերջ, հա, անանասով ու նարնջով ու ես էլ երևի իրանց կլասիկ տարբերակն է ու 40 ցենտ ավելի թանկ է սա որոշեմ որն եմ վերցնում չվերցրեցի այդ կարմեքսից, որովհետև չեմ ուզում մարքեթինգի զոհ դառնամ, որովհետև ինձ ընդհանրապես պետք չի։ Ես ունեմ լիքը բալմեր, միլիոն հատ, որ չեն վերջանում։ Ինչի՞ սա պետք նորը թազեն առնեմ, ուղղակի ինչա էդի ավելի տրենդովի է։ Չուպա չուպս լվացվելու միջոց մի հատ նայեք ստեղ հատուկ գրած է չուտել, ուտելու համար չի։ Ու Chupa Chupsi lip balm, lip licking lip balm. Չուտել։ Ուտելու համար չի նախատեսված։ Սենց թթու կանֆետներից վերցրեցի։ Սենց սոկեր են, լրիվ ջրի պես, բայց watermelon-ի, անանաս չէ, ձմերուկի ու լայմի համերով։ Ոս իմ ամենասիրած խանութներից մեկն է, խանութի անունը Normal։ Տապիոկաներ կան, bubble tea սարքելու համար նախատեսված DIY, բայց սկսել եմ չսիրել bubble tea, ես հիմա մեծանում եմ էլ, սկսել եմ չսիրել այդ ծամելու պրոցեսը ատամի տակ։ Բացի ես կանֆետներից նաև վերցրել եմ salted caramel coffee syrup, sugar free ու տեսեք, հավատում եք, որ սրա մեջ 0 կիլոկալորիա, 0։ Միսին վերցրեցի փորձենք, կփորձեմ այսքանի օրվա մեջ ինչ-որ լատե կսարքեմ սեն սիրոպով, 3 եվրո աժեր, 3.50 տենց ինչա մոտավորապես գալիս է 1800 դրամ այս սիրոպը, ընդամենը 5 եվրոյով այս բաժակը, բայց պատկերացրեք ինչքան մեծ տեղազբաղացում է սիրատակի ամանը ու անպետք է, ոչ մի բան չես կարա մեջը դնես ուտես։ Այս Flying Tiger-ի բաժակների հավաքածուն շատ եմ սիրում, այս մեկն է շատ կայֆը, կամենը մի եվրո աշը, որովհետև ջարդված է, բակլաժան, բրոկոլի, սենց ինչ-որ քառակուսի բաժակ է, Դուբայ շոկոլադ, այս ալավը, փենքեքներ են, բուրգեր, դոնոտ, տոմատո, բայց ոչ մի բան չեմ առնի, որովհետև իրականում ես ամբողջից, ոչ մեկը իմ դուրը չի գալի այդքան էլ։ Զատիկի նվեր եմ առել, տատիս համար, այսինց 2 հատ զայչիկ են, օպա, լմի րոպե, այսինց 2 հատ զայչիկ են, գազարի աման են բռնած, չգիտեմ ինչ կարելի է ստեղ դնել, ասենք պանիր, օրինակի համար, կամ զեթուն, չգիտեմ, մի բան կմտածի ինքը, ու շատ cute է, չի կարա մի բան չառնես Flying Tiger-ից, մանավանդ որ զեղչեր են, հիմա այնքան սիրում բաժակներ, ամաններ ու ինչ ասես կա, որ սիրտս ցավում է, նայում եմ, որ չեմ կարա առնեմ, որտև հիմա, որ հաստատ դեռ ինչ-որ միտեղ չեմ մնում, պատրաստվում եմ հեսա էլի տեղափոխվել, չեմ ուզում տենց շատ աման-չամաններ առնեմ, չնայած այնքան cute բաժակներ կան, հենց հիմա սենց մի հատին նայում եմ, չգիտեմ, 2 եվրո արժե ընդամենը այդ ամանը ու բաժակը, չգիտեմ, ստեղից երևում է թե չէ, բայց մի հատ էլ ստեղ նայեք, հենց ինչ cute են, հենց այս ամանն էի ուզում, այս ստեղ, տենում եք, այս սպիտակը, որ oatmeal սաչին է, choose cute, ուրեմն Օյշոյում գտել եմ այս կուրտկայից, որ շատ տրենդովի է հիմա, բոլորը հագնում են ու ես էլ շատ կուզեի 50 եվրո արժի, բայց չգիտեմ ինչքանով արժի տրենդային բանին այդքան գումար տալ, որ օրինակ մի տարուց կարող էլ նենց եմ սիրում Օյշոն ու Օյշոյի ստիլը, որ ամեն ինչ սենց basic բաներ են, բայց շատ կլասն է իրար հետ սազող, որ ամեն 2 բան կարաս պատահականության սկզբունքով վերցնես ու իրանք իրար հետ կսազեն ու սիրուն outfit կդառնա։ Մանավանդ այս ստիլն եմ սկսել սիրել,
Ջապանդի, ինքը սենց մի տեսակ ճապոնական բանա տալիս, ճապոնական վայբ է տալիս, հենց օրինակ ես երկուս այս սենց իրար հետ աութֆիթում, նենց հավեսով կհակնեի, ուղղակի ստեղ գներն էլ, 18 եվրո, այս basic երկար թևին, այն որ բոլորը դնում են fake Miu ակնոցներ, Ինձ կարամ երկու հատ նայեմ ինձ, հասկանամ ինձ կսազեր, թե չէ Miu-ի ակնոցները, ինձ թվում է կսազեր։ Բայց ի տարբերություն սրա, որ 250 եվրո արժեն ընդամենը, 2 եվրո 50 ցենտ։ Miu-ի ակնոցները արժեն, չգիտեմ ինչ արժեն, չեմ նայել, բայց ենթադրում եմ, որ հաստատ մի 500 եվրոյի կարգի։ Մենք արդեն ավտոբուսի կայարանում ենք, Golden Hour-ը հիմա, ժամը 6:30 է լինում, 6:17 ոնց որ, ու 6:30 մեր ավտոբուսն է, ու մենք վերադառնում ենք տուն, շատ լավ ման եկանք, լավ ժամանակ անցկացրեցինք ու որոշեցինք, որ ավելի լավ գնանք տանը, ընթրենք, ընթրիքը տանը անենք, որտեղ երկուսս էլ հոգնած ենք, ու վաղը չնայած կիրակի օրը, բայց վաղը ես աշխատում եմ ու պետք է առավոտ ժամը 7-ին արթնանամ, 6:40, որ 7-ին սկսեմ, տենց, վերջին րոպեները վայել ենք այս Golden Hour-ի, արևը հենց իմ վրա է ընկնում, ու ասեմ, ցտեսություն ձեզ, Всё, գնացինք տուն մենք էլ, bye bye!